Կարևոր էր նաև ամսի 14-ը, մայիսի 14-ը, Լուսինը գտնվելու էր աղեղնավորի կենդանակերպում, դա բարենպաստ դիրքեր, մեծ հնարավորություններ, արտերկրի հետ կապված, բարձրագույն կրթության հետ կապված կարող եք ճանապարհորդել, եթե այստեղ մենք դիտարկում ենք ամսի 14-ին ցերեկային ժամերին ձեր սիրելիի հետ կարող եք ճանապարհորդներ, տուր-փաթեթներ կարող եք ձեռք բերել, հնարավոր է հանձնել քննությունները, վառ տպավորություններ, կարող են արտերկրից այցի գալ ձեր բարեկամները, ձեր քույրը, ձեր եղբայրը, ձեր սիրելին, ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Եթե մենք դիտարկում ենք ամսի 17-ը, մայիսի 17-ը բարենպաստ է անշարժ գույքի, բայց ցավոք շաբաթ օր է, դուք կարող եք պայմանագրերը կնքել այդ օրը, պետական ադմինիստրատիվ վայրերն են, կարող եք ուղարկել ձեր CV-ները, ղեկավարները հնարավոր է գոհ լինեն ձեզանից, դուք հնարավոր է նամակ ստանաք, որ հերթական պարգևատրում եք ստանում։ Եվ այստեղ դիտարկում ենք ամսի 18 մայիսի 18-ին Լուսինը ջրհոսում է Պլուտոնի եւ այս տեսնում ենք գեղեցիկ բիսեքստիլ դիրքավորումը, որը հնարավորություն կտա ակտիվություն ցուցաբերել համացանցում, աստղաբանների համար լավագույն օրերից մեկն է ճշգրիտ կանխատեսումներ կատարելու, կարող եք այցելել աստղաբաններին, կարող եք համացանցում ակտիվություն ցուցաբերել, գովազդներ տեղադրել, ձեր համախոհները, ձեր գաղափարակիցները կօգնեն ձեզ հասնել հաջողությունների ձեր նոր պրոյեկտներում, ձեր գաղափարներում։ Հաջորդ կարևոր օրը ես տեսնում եմ, այստեղ Լուսինը ձկների կենդանակերպում մայիսի 22, 23 և 24 բացառիկ դրական դիրքավորումներ, փաստորեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ ձկների կենդանակերպում երազանքների կատարման համար է բարենպաստ, կարող եք այցելել եկեղեցի, կարող եք նվերներ գնել, իկոնաներ, դրանք կարող են լինել սերը արտահայտելու լավագույն օրերը, այդ օրերին կարող եք նշանադրություն, հարսանիք, կարևոր այդ իրադարձություններ, որոնք պետք է տեղի ունենան ձեր կյանքում, նրանք բացառիկ դրական մոլորակային դիրքավորումներով են լինի, փաստորեն 22, 23 և 24։ Ամսի 26-ն է կարևոր, կրկին հինգշաբթի օր է ամսի 26-ը, նորալուսնից առաջ երկուորյակի կենդանակերպում, Լուսինը ցուլի կենդանակերպում, նյութական բարեկեցության համար կարող եք պարտքով գումարներ վերցնել, կարող եք պարտքով գումարներ տալ, կարող եք գնումներ կատարել, գոնե եթե սպասում եք նորալուսնին, ապա գնացեք, որոշեք, տեսեք, խորհրդակցեք, իսկ հաջորդ օրը մայիսի 27-ին կարող եք այդ ամենը կազմակերպել։